2 միլիարդ 15 միլիոն դրամ արժեքով կհամաֆինանսավորվի 17 համայնքի 23 ծրագիր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնել է, որ տարբեր համայնքներում իրականացվող եւ իրականացված ծրագրերը ներառում են ճանապարհների հիմնանորոգման, տանիքների վերանորոգման, ջրամատակարարման ցանցերի վերակառուցման, կանգառների եւ մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման եւ այլ աշխատանքներ։ Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում Թուրքմենգազ պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի թուրքմենական գազը Իրանի տարածքով հասցնել Հայաստան։ Քանի որ ծրագրի կարևոր հանգուցային մասնակիցներից մեկը Իրանն է, բանակցություններ են վարվել նաև Թեհրանի հետ, որի արդյունքներով Իրանը համաձայնություն է տվել այդ ծրագրի իրագործմանը։ Ծրագրում նաև նշված է քանակական ցուցանիշը 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի ձեռքբերում։ Հայաստանը նախատեսում է առևտրային տաղավարներ բացել Ղազախստանի շրջաններում, Աստանայում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Բացի այդ, Հայաստանը հետաքրքրված է խանութների ցանց բացելու հարցով։ Միրզոյանը նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառության ներուժը զգալիորեն գերազանցում է նախկին ցուցանիշները։ Նրա խոսքով կողմերը պայմանավորվել են կրկնապատկել ջանքերը 2024-25 թվականների համար երկրների կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ։ 2025-ի հունվար-փետրվարին Հայաստանի եւ այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2 միլիարդ 785.8 միլիոն դոլար։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 52%-ի չափով։ Հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 703.8 միլիոն դոլարով։ Սև ծովում նավագնացության ազատության համաձայնագիրը քաղաքացիական նավերի եւ նավահանգստային ենթակառուցվածքների պաշտպանության համար կարևոր ներդրում կունենա համաշխարհային պարենային անվտանգության եւ մատակարարման շղթաների մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ը։ Կառույցը հետևողականորեն աշխատում է այդ հարցի վրա, հատկապես երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անցյալ փետրվարին նամակ է ուղարկել Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջնորդներին, կոչ անելով անվտանգ եւ ազատ նավարկություն իրականացնել Սև ծովում։ Միացյալ Նահանգները քաղաքացիական հայց է ներկայացրել 2024 թվականին մոտ 1 միլիոն բարել նավթի վաճառքից ստացված 47 միլիոն դոլարի բռնագանձման պահանջով։ Ենթադրվում է, որ նավթը Իրանից է եւ պահվել է Խորվաթիայում։ Թրամփի վարչակազմը խոստացել է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա հում նավթի ներկրումը սահմանափակելու համար։ Սպիտակ տունը հայտնել է, որ դա եկամուտ է բերում, որը աջակցում է Թեհրանի կողմից սատարվող զինված խմբավորումներին։ Շվեդիան մտադիր է ավելի արագ ավելացնել պաշտպանական ծախսերը, քան նախապես ծրագրված էր եւ մինչեւ 2030 թվականը այդ ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ի 3.5%-ին։ Ստոկհոլմը վստահ է, որ շուտով ՆԱՏՕ-ի ղեկավարությունը անդամ երկրներից կպահանջի ՀՆԱ-ի 3-ից 4% ծախսել պաշտպանության վրա, իսկ Շվեդիան կկարողանա կատարել այդ խնդիրը։ Վերջին 4 տարիների ընթացքում Շվեդիան կրկնապատկել է պաշտպանական ծախսերը։ OpenAI-ը մոտ է 40 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային փուլի փակմանը։ Միայն առաջին փուլում SoftBank-ը 7.5 միլիարդ դոլար կներդնի OpenAI-ում, իսկ մյուս ներդրողները 2.5 միլիարդ դոլար։ OpenAI-ի եկամուտը 2024-ին կազմել է 3.7 միլիարդ դոլար։ Ընկերությունը ակնկալում է այս տարի ավելի քան եռապատկել եկամուտը հասցնելով 12.7 միլիարդ դոլարի։ OpenAI-ը կանխատեսել է, որ իր եկամուտը 2029 թվականին կգերազանցի 125 միլիարդ դոլար։ Ապրիլը մոտենում է, հասնում է Թրամփի խոստացած ժամկետը մաքսատուրքերը հաստատելու համար։ Միացյալ Նահանգների առաջնորդի պաշտոնը երկրորդ անգամ զբաղեցնելուց հետո Թրամփի առաջին քայլերից էր Եվրամիության երկրներից, իր հարևաններ Կանադայից ու Մեքսիկայից, հեռավոր Չինաստանից մի շարք ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքեր սահմանելը։ Արձագանքները շատ էին ու բացասական, բայց Թրամփն անդրդվելի է։ Ավելին հիմա էլ հայտարարել է արտասահմանյան մեքենաների վրա 25% մաքսատուրք սահմանելու ծրագրի մասին։ So we'll effectively be charging a 25% tariff. Մենք պատրաստվում ենք առավելագույնը 25% մաքսատուրք սահմանել բոլոր այն մեքենաների համար, որոնք արտադրված չեն Միացյալ Նահանգներում։ Մաքսատուրքերի նվազագույն սահմանը կկազմի ներկայումս գործող 2.5%-ը։
Թրամփը հայտարարեց, հերթը արձագանքներինն է ու դրանք բնականաբար բացասական են։ Միացյալ Նահանգների առաջնորդի որոշումը առաջինը դատապարտեց կանադայի վարչապետը, այն անվանելով ուղղակի հարձակում կանադացի աշխատողների վրա։ Մենք կպաշտպանենք մեր աշխատողներին, կպաշտպանենք մեր ընկերություններին, մենք կպաշտպանենք մեր երկիրը միասին։ Ավտոարտադրող խոշորագույն երկրներից մեկի Ճապոնիայի կառավարությունն էլ վստահեցրել է համապատասխան միջոցներ են ձեռնարկելու Ամերիկայի մաքսատուրքերի դեմ։ Նման սպառնալիքները Թրամփին կարծես թե այնքան էլ չեն անհանգստացնում։ Նախագահն իր ծրագիրը ոգևորիչ է համարել, հայտարարելով, թե այն նպաստելու է երկրի տնտեսական աճին, բայց հայտարարությունից ժամեր անց պատկերը այլ բան է ցույց տալիս։ Ամերիկյան ֆոնդայի բորսաներում նկատվել է ավտոմոբիլային արդյունաբերության ինդեքսների կտրուկ անկում։ Տեսլայի բաժնետոմսերը նվազել են 5.6, General Motors-ը 6.18, Ford-ը 4.7%-ով։ Նվազել են նաև մեքենաների համար չիպեր արտադրող ընկերությունների արժեթղթերը։ Nvidia-ն ու Tesla-ն համատեղ մեկ օրում կորցրել են $222 միլիարդ։ Վերլուծաբանները կարծում են, որ այս քայլը ժամանակավորապես կկանգնեցնի Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավտոարտադրությունը, կհանգեցնի գների աճի եւ կսրի դաշնակիցների հետ հարաբերությունները։ Կառավարությունը սահմանել է դեղերի, բժշկական արտադրատեսակների եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ գովազդին ներկայացվող պահանջները եւ դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը։ Նոր կարգավորումների համաձայն դեղերի, բժշկական արտադրատեսակների եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվություն տրամադրելու, իսկ դեղերի դեպքում նաեւ թույլտվության տրամադրման նպատակով իրականացվող փորձաքննության համար գանձվում է պետական տուրք, ուստի նախագծում սահմանվել են համապատասխան դրույթներ։